կրիստալային համով ջուր պատմական աղբյուրից։ Անցկացնում, որպեսզի լավագույն կադրերին ներկայացնեմ վարչապետին։ Հրաժարվողներ եղել են, ասում են հրաժարվողներ կան, 1 րոպե, եղել են հրաժարվողներ, որոնց որ առաջարկ եղել է գնան այդ դուշպարտոնին, բայց հրաժարվել են։ Չէ։ Պետի հետ կապված ասում են նախկինը ազատվեց աշխատանքից, որովհետև թույլ էր տվել, որ Դավիթ Տոնոյանը ազգային ժողով գալու ճանապարհին տեսակցի մայրիկին, դրա համար ազատվեց։ Ինքը թույլտվություն չէր վերցրել։ Նախկին պետը ազատվել է իր սեփական դիմումի համաձայն եւ իրար հետ արդեն 1 տարի աշխատել ենք, որևէ այդ դրվագի հետ կապված այս պահին որևէ մեկնաբանություն չեմ կարող անել, կա մեր վերահսկողական վարչության կողմից բացված գործ, որ ուսումնասիրում ենք հենց դրվագի հետ կապված նրբությունները, բայց դրա հետ կապված չի։ Ինչ-որ բան ճշտվել է։ Ճշտում են, այնտեղ ընթացակարգային նրբություններ կա, դատարանի որոշում կա եւ այդ ամեն ինչը ուսումնասիրում, բայց դրա հետ կապված որևէ խնդիր չկա։ Ինչու հանեցիք պարոն Մինասյան։ Իր սեփական դիմումի համաձայն է դուրս գալիս, բնականաբար ոչ մեկին ոչ մի բան չի ստիպում, աշխատանքային նորմալ մթնոլորտ է եւ եթե որևէ նոր ստանդարտին մարդիկ չեն հարմարվում, իրենք որոշում են կայացնում գնալ այլ աշխատանքի, բայց որևիցե ստիպողաբար կամ այլ ինչ-որ երևույթներ չկան։ Աշխատանքային սովորական իրավարար։ Հա, դուք նշեցիք, որ դուք շարունակելու եք աշխատել, պաշտոնավարման տեղեկությունները սուտ են։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանը ձեր աշխատանքից գոհ է։ Ես այդ հարցին անդրադարձա, ասեմ, որ մամուլում տեղ գտնող այդ հրապարակումները սուտ են եւ հերյուրանքներ են։ Նիկոլ Փաշինյանը ձեր աշխատանքից գոհ է, պարոն Մինասյան, ես հստակ եմ հարցը։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Պարոն Մինասյան, իսկ Սերգեյ Ատոմյանը ինչով էր թերացել, որ ազատվեց աշխատանքից։ Այդ նոր այդ հարցին էի անդրադառնում, որ իր սեփական դիմումի համաձայն էր ազատվել աշխատանքից, ճիշտ կլինի իրեն այդ հարցը ուղղել։ Այդ տարօրինակ չի ձեզ համար, ի վերջո ձեր ոլորտի կառույց է, կարևոր կառույցներից մեկը ու հանկարծ ինչ-որ մի պահի առավոտ զարթնում ենք, այդ մարդը որոշում է սեփական դիմումի համաձայն գնա։ Դուք իրեն հարցրել եք ինչ եք ուզում գնա։ Արդարադատության նախարարությունը ամենամեծ նախարարություններից է Հայաստանի Հանրապետության եւ բավականին մեծ կոլեկտիվ է եւ բնական է, որ նախարարությունը, փոխնախարարները եւ անձամբ ես մեր աշխատակարգն ենք սահմանում եւ եթե թիմում լինում են մարդիկ, որոնք որ այս կամ այն պատճառով չեն գտնում իրենց կամ ավելի լավ աշխատանք են ասում, նորմալ աշխատանքային process է, որ մարդիկ տեղյակ եղել եք, որ ուզում եք սեփական դիմումի համաձայն հեռանալ աշխատանքից։ Իհարկե տեղյակ եղել։ Իսկ պատճառների մասին իմացել եք։ Ճիշտ կլինի պարոն Ատոմյանին այդ հարցերը ուղղել, ես իր փոխարեն չպատասխանեմ։ Որովհետև Հայաստանում մեզ վերջին 5 տարում շատ անակնկալ ձևով են էլի պաշտոնյաները եւ նշանակում եւ հեռանում։ Օրինակ հատկապես ուժային ոլորտում տարին 2 անգամ կարող է ուժային ղեկավար փոխվել։ Հիմա սա նորմալ է, դուք որպես պետական կառույցի մարդ նորմալ եք համարում սենց հաճախակի տեղափոխություններն էլ անակնկալ ձևով։ Ես նորմալ եմ համարում թիմային աշխատանքը ու եթե ինչ-որ մեկը ուզում է իր աշխատանքը փոխի, նորմալ եմ համարում, որ աշխատողը իր դիմումի համաձայն ազատվում է, նոր աշխատողներ են ներգրավում, կարևորը արդյունքն է, կարծում եմ մեր արդյունքը բավականին լավ է եւ ավելի լավացնելու ենք թե կադրերի փոփոխությամբ, թե նոր կադրերի ներգրավմամբ։ Ատոմյանը թիմի մարդ չէր, թիմային աշխատանքի մեջ չէր ներգրաված առանձին էր աշխատանքը։ Ես խնդրեմ այդ հարցի հետ կապված բոլոր հարցերը Ատոմյանը չի ասել, որ ուզում է փոխել, այնպես չի որ տեղից որոշել է գնալ օրինակ վերադառնալ, տեղափոխվել IT ոլորտ, որտեղ այնտեղ վարձ են վարձատրում։ Ինքը ուղղակի հեռացել է այդ աշխատանքից մամուլում տարբեր պատճառներով։ Պարոն Մինասյան, հետաքրքիր իր ստատուտի վավերացման հետ կապված, ինչ օրին հնարավորություններ կան իրավական ստատուտը, որ խորհրդանը վավերացնի, միևնույն ժամանակ չկատարի դատարանի որոշումը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ։ Եթե չեմ սխալվում, նշվեց կառավարության ներկայացուցիչների կողմից, որ տենց հնարավորություն կա։ Պետք է նշեմ, որ ստատուտի որ նախագիծը ներկայացվել է շատ ավելի վաղ, քան ձեր կողմից հիշատակված որոշումը եւ դա միտված է զուտ միայն մեր ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակներ ավելացմամբ, այսինքն դա մեր պետական շահին է ուղղված, ուրիշ ոչ մի բան է։ Հիմա պարոն Մինասյան, երբ որ Վլադիմիր Պուտինը ժամանի Հայաստան, իրեն ձերբակալելու եք։
իրավական հնարավորություն կա։ Ինքը հնարավորություն է տալի միջազգային քրեական դատախազական եւ դատական համակարգին մեր Հայաստանի Հանրապետության հանդեպ իրականացված օրինակ ռազմական հանցագործությունները քննել, վերհանել եւ դա շատ լավ պաշտպանողական եւ քննչական գործիք է, որից որ ափսոս է, որ մեր պետությունը չօգտվի։ Ռազմական հանցագործ է ըստ ձեզ։ Քաղաքական նման հարցերին ես իրավական տեսանկյունից ընդհանրապես կապ չունի Հռոմի ստատուտը ձեր բարձրացած հարցը։ Ինչ եք անել, ինչ մեխանիզմ եք կիրառելու, որ իրավական մեխանիզմ, որը թույլ կտա միևնույն ժամանակ եւ վավերացնել ստատուտը խորհրդանի կողմից եւ դրա որոշ դատանի որոշ պահանջներ չկատարել։ Իրավական առումով Հռոմի ստատուտը, ինչպես վարչապետը երեկ նշեց, Աժեի ամբիոնից անպայման վավերացվելու է եւ Հռոմի ստատուտի հետ կապված այսպես ասած կառավարության որոշման հաստատումը եւ այնուհետեւ ազգային ժողովի կողմից այդ նախագծի ընդունումը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ կապված իրադարձությունների հետ, դա մեր պաշտպանական գործիքակազմն է։ Օրդեր ա տվել, որ այն ովքեր որ վավերացնեն եւ Ռուսաստանի նախագահը հենց իջնի այդ պետությունների օդանավական ԱԱՑ-ն օրինակ բան։ Ես այս հարցին պատասխանեցի, դա արդեն քաղաքական տիրույթում է, իրավական տիրույթում, դա հնարավորություն է ստեղծում մեր ինքնիշխան տարածքում ռազմական հանցագործությունների հետ կապված միջազգային դատախազական եւ նկորեն թեման։ Մեր հարցը շատ ուղիղ է։ Ես քաղաքական առումով չեմ ուզում պատասխանել։ Իրավաբան եք եւ արտադրության ոլորտի ներկայացուցիչ։ Ասում եք հնարավորություն է ստեղծում մեր երկրում ռազմական հանցագործություն։ Երկու հարց. Ա. Պուտինը ռազմական հանցագործ է թե ոչ, որովհետեւ միջազգային քրեական դատանը օրենք է օրդեր է տվել եւ համարել է ռազմական հանցագործություն։ Երկրորդ. Պուտինը որ կա Հայաստան ձերբակալելու եք նրան թե ոչ։ Պատասխանեցի այդ հարցին։ Թե քաղաքական